Պարոն Գրիգորյան, նախորդ շաբաթ Տեր Արամի մասնակցությամբ տեղի ունեցավ պատարագ Հովանավանքում, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմահազար քաղաքացիներ, դուք նույնպես այնտեղ եք, կխնդրեմ ձեր տպավորությունները։ Ճիշտ ասած, իրականում սուրբ հոգևոր պատարագ էր, եւ մեծ հոգևոր սնունդ ստացա այնտեղից, ես այնտեղ էի գնացել նաև 2-3 ընկերոջ հետ, որոնց հետ միասին միշտ մասնակցում ենք պատարագներին, Նորատուսում, Գավառում եւ տվյալ պահին, որտեղ գտնվում ենք, եւ մեծ սուրբ հոգևոր սնունդ ստացա այնտեղից եւ Արամ քահանային տեսա, Տեր Արամին տեսա, որ շատ իրապես հավատացյալ մարդ է եւ շատ հավատավոր եւ վստահ եմ Արամ քահանայի Տեր Արամի այդ հավատքը կփրկի մեր եկեղեցին սրբապիղծներից ու չարիքներից։ Նայեք, եւ Կտրիչ Ներսիսյանը եւ տարբեր եկեղեցականներ նաեւ ընդդիմությունը պնդում են, որ կարգալույց եղած քահանան չի կարող պատարագ մատուցել։ Վարչապետը կարծեք թե տվեց նրանց բոլորի պատասխանը, որ երբ Կտրիչ Ներսիսյանը ցիտում է եկեղեցական կանոնագիրքը, որում նշված է, որ հուսակրոն պետք է լինի կաթողիկոսը, մինչդեռ նա խախտել է այդ ուխտը, ուստի կարգալույց եղած կաթողիկոսը չի կարող որևէ մեկին կարգալույց անել։ Միանշանակ տեսեք ոնց է, ես էլ անցած անգամ իմ հարցազրույցներում ասել եմ եւ հիմա էլ եմ ասում, ուխտադրուժը կամ սրբապիղծը ըստ էության չի կարող որևէ գործողություն անել հոգևորականների եւ հոգևոր մարդկանց հանդեպ եւ չի կարող կարգալույց անել, որովհետեւ ինքը ըստ իրենց կանոնագրքի, երբ ինքը քահանային կարգալույց է անում, այդ նույն կանոնագրքով գրված է, որ ինքը իրավունք չունի լինելու կաթողիկոս եւ չէր կարող նաեւ ընտրվել կաթողիկոս եւ ըստ էության, եթե լեգիտիմ չի իր ընտրությունը եւ ինքը լեգիտիմ չի կարող լինել եւ չի կարող կարգալույց անել Տեր Արամին եւ ընդհանրապես որևէ քահանայի, որ իրապես հավատացյալ է եւ ուզում եմ նաեւ մի բան ասել, ես անցած հարցազրույցումս եմ ասում է նաեւ ընդդիմությունը պնդում է թե իբրև թե եթե ինքը կարգալույց եղած է, եթե ինքը մերոնովակ ենք օծվել այդ Գարեգինի Կտրիչ Ներսյանի, ըստ էության ոնց է իրեն ընդունում Կտրիչ Ներսյանին, չէ, ես հիմա նույն օրինակը բերել եմ անցած անգամ, երբ որ դատավորը օրինակ կաշառքավերցնում եւ դատվում է եւ իր մեղքը ապացուցվում է եւ իրեն տանում են կալանավորման, որից մեկի հետ չի գնում եւ 1 տարի առաջ կայացրած դատավորի որոշումները չի փոխում, այսինքն որոշումը հիմա այն ժամանակ, երբ մենք չենք իմացել եւ հանրությունը հավատավոր ժողովուրդը չեն իմացել, որ Կտրիչ Ներսիսյանը խախտել է կուսակրոնության ուխտը եւ տարբեր հոգեվորականներ տարբեր բաներ են խախտել ուխտեր եւ նաեւ պատվիրաններ են խախտել, մենք այն ժամանակ չենք իմացել, դրա համար հիմա գիտենք եւ դրա համար հիմա ենք բարձրաձայնում այդ խնդիրը։ Հնարավոր է, որ ամեն կիրակի շարունակական լինի վարչապետի մասնակցությամբ Հովանավանքում պատարագները եւ արդյոք դա կնպաստի, որպեսզի Կտրիչ Ներսիսյանը հեռանա վեհարանից։ Տեսեք, պատարագները իրապես լավ բան են եւ բոլորս պետք է մասնակցենք պատարագների, ես մասնակցում եմ գրեթե բոլոր պատարագներին ամեն կիրակի, բայց քանի որ Հովանավանքը դարձել է մեր բոլորի այն աղոթատեղին, որտեղից իմ կարծիքով պետք է սկսվի Կտրիչ Ներսիսյանի ճանապարհը դեպի արդեն աշխարհիկ կյանք, ըստ էության, եւ ես անպայման գնալու եմ եւ հուսով եմ վարչապետն էլ ասաց, որ հաջորդ այս կիրակի էլ գալիս է նորից պատարագի եւ ես վստահ եմ, որ այս պատարագները, այս աղոթներն առ Աստված նաեւ խելք եւ իմաստություն կտան, որտեղ ես աղոթում եմ, որ խելք եւ իմաստություն տա նաեւ Կտրիչ Ներսիսյանին, որպեսզի նա առանց ցնցում հեռանա եւ չպղծի եկեղեցին։ Կտրիչ Ներսիսյանին դեմ դուրս եկած տարբեր հոգևորականներ մեր եթերում էլ խոսում էին դրա մասին, Տեր Արամի հետ կապված, այսինքն այս կարող է ասած ավելի մեծանա եւ եպիսկոպոսները նույնպես միանան այս արշավին։ Ես ճիշտ ասած դրա հույսը ունեմ, ես լիահույս եմ, որ այդպես է լինելու, հավատավոր յուրաքանչյուր քահանա, եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չգիտեմ, սարկավակից մինչև ամենաբարձր մակարդակի իրենց պաշտոնատար ամենաբարձր մակարդակի միանալու են այս հավաքին, ովքեր իրապես հավատացյալ են, որպեսզի ազատեն եկեղեցին եւ իրապես եկեղեցին հետ վերադարձնենք հավատացյալների, որոնք կարող են այնտեղ ազատորեն աղոթել եւ այնտեղ չմտածել, որ որևէ մեկը աստվածավախ եւ աստվածապաշտ չի, բայց այնտեղ է։ Այսինքն այդ դրանցից պետք է ազատենք։
Այն նաև տարբեր խոսակցություններ կային, հենց նույն հոգևորականներն էին մեզ պատմում, որ որոշ եպիսկոպոսներ, բարձրաստիճան հոգևորականներ անհանգստացած են, որ եթե կտրիճը հեռանա, իրենց նույնպես կհեռացնեն։ Ունեն նրանք արդյոք մտահոգվել, բայց եթե իհարկե նրանք նույնպես չեն խախտել այդ ուխտը։ Տեսեք, անկեղծ ասած, որովհետև մեկը նման մտավախություն պետքա չունենա, եթե ինքը ըստ էության չի խախտել կուսակրոնության ուխտը, չի պղծել եկեղեցին, չի խաբել հավատավոր ժողովրդին եւ չի արել բաներ, որոնք հակասում են թե կանոնադրությանը եւ թե մեր հավատքին, ըստ էության նրանք որովհետև վախենալու, մտահոգվելու խնդիր չունեն եւ ես հիմա էլ այստեղից կոչ եմ ուզում անել բոլորին հավատավոր քահանաներին, եպիսկոպոսներին, սարկավակներին եւ այն բոլոր հոգեվորականներին, ովքեր կարող են իրենց լուման ունենալ եկեղեցին ազատագրելու եւ եկեղեցին վերադարձնելու այ ժողովրդին, որպեսզի միանան եւ նրանք էլ գան մեր հետ միասին աղոթեն։ Մի ներքաղաքական հարց եմ ուզում տալ, նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում տեղի են ունենալու դիմընտրություններ, Արթուր Վանեցյանի կուսակցությունից եւս թեկնածու կա առաջադրված եւ վերջերս քարոզարշավի ժամանակ նա մի այսպիսի հայտարարություն է արել, որ իշխանությունները, որոնք դեմ են դուրս եկել եկեղեցուն, այստեղից պետք է ձայն չստանան, ուղիղ չեմ ասում, բայց միտքը սա էր։ Տեսեք, նախ իշխանություններն իրենք փորձում են մշտապես հրամցնել, որպեսզի որ դուրս են եկել ընդդեմ եկեղեցու, բայց ըստ էության իշխանությունները դուրս են եկել ի պաշտպանություն եկեղեցու, այսինքն եկեղեցին մարդը չէ, եկեղեցին Աստծո տունն է, այն աղոթատեղն է, որտեղ հավատացյալ են հավաքվում եւ աղոթում են եւ իրենք այս մանիպուլյացիաներով փորձում են Վաղարշապատում ձայներ կորզել, բայց եւ ես վստահ եմ նաեւ, որ մեր տեխնացուն Արգիշտի Մեխակյանը լավագույն տեխնացուն է եւ լավագույն մարդը, որ կարող է Վաղարշապատը դարձնել շատ ավելի լավը, շատ ավելի զարգացած, շատ ավելի գեղեցիկ եւ ես վստահ եմ, որ Արթուր Վանեցյանն միգուցե մի քանի տոկոս ձայն հավաքեն, բայց այդքանով պետքա սահմանափակվեն, որովհետեւ իրենց քաղաքական ճանապարհը կարճ է եւ մենք այդ տեսել ենք նաեւ ընտրություններին համապետական, երբ իրենք ասում էին, այս անգամ քաղաքացիական պայմանագիրը չի ընտրվելու, ես ուզում եմ Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր բնակիչներին օրդորել եւ կոչ անել ընտրել Արգիշտի Մեխակյանին, որովհետեւ ինքը լավագույն տեխնացուն է, լավ ընտանիքի մարդ, լավ զավակ, լավ հայրենասեր մարդ, որը կզարգացնի եւ կբարգավաճացնի Էջմիածին քաղաքը, Վաղարշապատ խոշորացած համայնքը։ Վանեցյանի մի հայտարարության մասին եմ ուզում խոսենք, ամեն դեպքում ինքը բարձրաստիճան ԱԾ-ի սպա է եղել, աշխատել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք եւ որքանով է կոռեկտ, որ այդ մարդը հայտարարում է ընտրեք հային, ընտրեք հայրենիքը, այսինքն ինչ է նշանակում մյուսները ինչ շատ։ Տեսեք, հիմա ոնց է ի սկզբանե ընդդիմության կարգավիճակը, ոնց է, ովքեր պաշտոն են ունեցել, ասում է գովում էին մեզ, ովքեր այդ պաշտոնից հեռացան, դառան ընդդիմություն եւ փորձում են ինչ-որ խաբեությամբ ձայներ կորզել եւ ես Վանեցյանին որպես այդպիսին լուրջ քաղաքական միավոր չեմ համարում, որովհետեւ ինքը իրեն տեսել ենք, ասենք Սերժի ժամանակ էլ էր պաշտոնի, Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, Նիկոլ Փաշինյանի ժամանակ էլ պաշտոնի եւ վստահ եմ, որ տարբեր ժամանակներում մենք եթե մենք 50 տարի հետո էլ իշխանության չլինենք, ինքը եթե հնարավորություն ունենա աշխատելու, հաջորդ իշխանության հետ էլ աշխատելու եւ երբ իրեն հանեն աշխատանքից վատ աշխատելու պատճառով, վստահ եմ ինքը դառնալու անդիմություն, ես իրեն ասում եմ լուրջ քաղաքական միավոր չեմ համարում եւ մենք տեսանք 2021 թվականի համապետական ընտրություններին, որ եթե մեր ընդունած օրենքը չլիներ, նրանք այսօր խորհրդանում ստեյության չէին լինի եւ հանրապետականի հետ կոալիցիայի արդյունքում նաեւ հանրապետականի վրայից ինքը կոպիտ ասած թռավ եւ բոլորի վրայից ինքը թռնում եւ փորձում է որտեղ իրեն տեղ է գտնել այս քաղաքական դաշտում, բայց վստահ եմ չի ստացվելու։ Վերադառնալով եկեղեցուն, վարչապետի հայտարարած կուլմինացիան երբ կլինի, ձեզ մոտ է դա թե ոչ։ Ես կարծում եմ վարչապետի ասածը եւ նպատակը կլինի այն ժամանակ, երբ իրապես բոլոր հավատացյալները միանան եւ միաձայն կոչ անեն Կտրիշ Ներսիսյանին, որպեսզի հեռանա եւ ազատի վեհարանը եւ վեհարան հանձնի իրապես վեհ մարդկանց, ովքեր վեհ հոգեվորականների, ովքեր իրապես հավատացյալ են եւ իրապես Աստծո խոսքը պետքա տարածեն եւ Աստծո պատվիրանների այդ շրջանակում մնան։ Ես կարծում եմ, որ այդ շուտ է լինելու, քանց մենք պատկերացնում ենք, որտեվ Հայաստանի Հանրապետության հավատավոր ժողովրդի մեծամասնության հետ շփվելուց հասկանում եմ, որ նրանք
փաստորեն շատ մասը նաև այս ամեն ինչը գիտեր եւ չէր բարձրաձայնում եւ շատ քահանաներ կան նաև վստահ եմ, ավելին գիտեմ, բայց վստահ եմ Կտրիշ Ներսյանը ինչ որ անօրեն կոմպրոմանտներ ունի այդ մարդկանց դեմ եւ փորձում է այդ օգտագործելով թույլ չտալ, բայց մի օր այս ամեն ինչը պայթելու է եւ ինքը գնալու է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։